հավաքվել ենք, որպեսզի խոսենք դեպետ գետի էկոհամակարգի պահպանման, ռազմավարության մշակման կարևորության մասին եւ նաեւ համընթացս այն խնդիրների, որոնք որ ուղեկցում են գյուղացիներին եւ ընդհանրապես, երկու մարզերի բնակիչներին, խոսքը Լոռու եւ Տավուշի մարզերի բնակիչների մասին է։ Նախ նշեմ, որ այս մեդիա արշավը, որը նախաձեռնել ենք եւ որով այսօր նաեւ մամուլի ասուլիսով հանդես են գալիս, կոչվում է Դեպետ իմ գետ եւ ինքը երկար պատմություն ունի, որովհետեւ 2023 թվականին Դեպետ գետի խոշորագույն աղտոտման դեպքի հետ կապված, երբ որ հազանգել էին Պտղավան եւ Արջիս գյուղերի բնակիչները, դա բարձրաձայնվեց եւ քրեական վարույթ նախաձեռնվեց, որը այսպես էլ մինչեւ հիմա անհայտ է, թե ինչ ճակատագիր ունեցավ։ Գետի աղտոտումը այդ պահին նշվում էր, որ տեղի ունեցել նահատակ Կոչամբարից եղած վթարային արտահոսքի հետ պայմանավորված, բայց Դեպետ գետի աղտոտման խնդիրը ինքը ոչ թե մեկ անգամյա դեպքով է պայմանավորված լինում, այլ շարունակական խնդիրներ է ունենում։ Դրան գումարվեց նաև ջրհեղեղը անցյալ տարի, որը մեծ վնասներ պատճառեց առափնյա տարածքների բնակիչներին, եւ այսօր մենք հավաքվել ենք, որ խոսենք այդ խնդիրներից, այն պահանջի մասին, որը որ ձևավորվել է տվյալ մոտ 1 տասնյակ բնակավայրերի բնակիչների հետ ֆոկուս խմբային քննարկումների արդյունքում, որի ժամանակ իրենք ներկայացրել են իրենց տեսակետները, թե ինչպես կարելի է այդ խնդիրները լուծել։ Դրանից մեկը եղել է այն, որ օրինակ կարևոր ուղերձներից մեկը այն է, որ տեսչական մարմինները իրենք լավ չեն վերահսկում եւ պետք է խստացնեն, ասենք, վերահսկողություն, դա պարզ է այդ ամեն ինչը, կամ որ պետք է տեղ ունենան ռեկուլտիվացիոն աշխատանքներ տարբեր թափոնատար վայրերում, այսպես ասած, եւ քանի որ հանգել ենք այն եզրակացության, որ պետք է գլոբալ այդ հարցով զբաղվել, այդ Հայաստանում Եվրոպական միության աջակցությամբ ձայն եւ գործողություն հանուն մաքուր շրջակա միջավայրի հաղորդակցության արշավն է, որպեսզի հաղորդակցությունը ձևավորենք եւ հասցնենք դեպի կառավարության մակարդակ, այսինքն թե մենք ինչին ենք ուզում հասնել, թե ինչ քայլերով ենք առաջընթացել։ Ես կառաջարկեմ այս տարբեր գյուղերի ներկայացուցիչներին Ճոճկան, Արջիս, Լճկաձոր, Շնող, Պտղավան, Դեպետավան, գործընկերները, ես կառաջարկեմ ֆերմերային շարժման նման մի հատ նախաձեռնություն մենք ստեղծենք միասին եւ փորձենք այս հարցերը ինստիտուցիոնալ ճիշտ ձևով ձևակերպված ներկայացնել թե կառավարությանը, թե չէ, ես այդպիսի քննարկումներ ձեզ կառաջարկեմ, եթե համաձայն կլինեք քննարկումների մեկնարկը կտանք առաջիկայում։ Մի խոսքում մենք ունենք հետևյալը, մենք ունենք սենց գլոբալ խնդիրներ կապված Դեպետ գետի հետ, արդեն դուք բազմաթիվ այսպես ասած խնդիրներ եք լսել, պետք է որ կասկած չհարուցի, որ գետը աղտոտվում է, այսինքն պարբերաբար մարդիկ վնասներ են կրում, եւ մարդիկ վնասներ են կրել ջրհեղեղից եւ փոխհատուցություն չեն ստացել, եւ դա սոսկ մի Պոչամբարի հարցով լուծվող խնդիր չէ, եւ այս է, որ մենք եկել ենք այն եզրակացության, որ կա, չէ, օրինակ, կա օրենք Հայաստանի Հանրապետության Սևանան լճի մասին, այսինքն կա ազգային ծրագիր Սևանի հետ կապված, նույն ինչպես նշեց պարոն Բեջանյանը, միայն Դեպետ գետը այս մի 2 տասնյակ գյուղով կարող է մեծ դերը նշանակություն ունենալ տվյալ Հայաստանի հնայի մեջ, ինչ որ չգիտեմ, մի հատ խոշոր հանքավայր, եթե իսկապես տարածաշրջանը այդպես զարգանա եւ անհրաժեշտ է, որպեսզի Դեպետ գետի համար էկոհամակարգի պահպանման եւ հոգատարության համար պետական ռազմավարություն մշակվի, որովհետեւ պիտի խնդիրները դասակարգվեն, ուսումնասիրվեն, դասակարգվեն։ Հրատապ լուծման խնդիրներ Դեպետ գետի հետ կապված, միջնաժամկետ եւ երկարաժամկետ, որպեսզի փուլային տարբերակով փորձենք այդ լուծումների գնալ, ու դա պետք է լինի պետական մակարդակում, պիտի լինի ռազմավարություն, մոտեցումներ, մեխանիզմներ հստակ հիմնված ուսումնասիրությունների հիման վրա,
հատկացումներ պետական բյուջեից եւ միջազգային եւ գործընկեր երկրներից միջոցների ներգրավում, որևէ գործընկեր կամ միջազգային կազմակերպություն չի տա դեբետ գետի հետ կապված խնդիրների լուծման համար որևէ գումար կամ աջակցություն, եթե չկա ռազմավարություն, ընդհանրապես առանց ռազմավարության ոչինչի վրա գումար, որտեղ պիտի մոտեցումը լուրջ լինի, այսինքն եւ մեր առաջարկ պահանջն է, որ սկսենք դա դիտարկել եւ այդպիսի փաստաթուղթ պետք է մշակվի առաջիկայում այս առաջարկությունները այս ահազանգների հիման վրա իրենք կներկայացվեն նաեւ համապատասխան մարմիններին այդ թվում ես ասեմ որ նաեւ արդեն իսկ դիմել են որոշ հայաստանյան գործընկեր եվրոպական միության գործընկեր երկրներին սպասում ենք պատասխանին որպեսզի հասկանանք արդյոք իրենք օրինակ կաջակցեն որ այդպիսի ռազմավարություն մշակվի Հայաստանի Հանրապետությանը եւ ես գիտեմ որ այո եթե նման ցանկություն մոտեցում լինի բազմաթիվ գործընկերներ Հայաստանի իրենց կաջակցեն այդ հարցում եւ նաեւ առաջիկայում այդ հարցը արդեն կներկայացնենք նաեւ լիազոր մարմիններին եւ միգուցե ոչ թե միգուցե նպատակն այն է որ նաեւ ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովներում քննարկեն որովհետև այդպես իրականում շարունակվել չի կարող, որովհետև արդեն երկու տասնամյակ, մեկուկես տասնամյակ այդ խնդիրների հետ ենք գյուղացիներով, բնակչությունով եւ ամենավատն այն է, որ դրան գումարվել է նաեւ ջրհեղեղը եւ կլիմայական փոփոխությունները, այսինքն պետք է ավելի գլոբալ ձևով սկսենք մտածել այդ խնդիրների մասին եւ համագործակցությունը այստեղ շատ կարևոր է։